Խոնարհվում ենք քո առջև մեր Սուրբ Աստված։ Շնորհակալ ենք Հիսուս քո անսահման սիրո համար, քո շնորհքի ու ողորմության համար, քո որդեգրության հոգու համար, որ մեր մեջ է։ Շնորհակալ ենք Հիսուս, որ մեր անունները գրված է կյանքի գրքում։ Շնորհակալ ենք, որ խավարը պարտված է, մենք քո լույսի մեջ ենք։ Շնորհակալ ենք, որ իշխանություն ունենք խավարի զորության վրա։ Շնորհակալ ենք, որ քո մարմնի անդամ ենք, քո եկեղեցու մեջ տնկված։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեր մեջ ես, մենք քո մեջ ենք, որ դու մեզ մեկ ես արել քո հետ։ Շնորհակալ ենք Հիսուս, եւ օգտիր, որ ամեն մեկս հասկանանք այն զորության գերազանց մեծությունը, որ ապրում է մեր մեջ։ Օգտիր մեզ, Տեր, որ քո խոսքը հայտնվի մեր կյանքերի մեջ, որ քո խոսքը հայտնությամբ ամեն մեկիս կյանքի մեջ եւ մեզ սնի, զորացնի, բարձրացնի։ Մենք քո կարիքն ունենք։ Սուրբ Հոգի խնդրում ենք քեզ, որ դու գործես այս վայրի մեջ եւ սովորեցնես մեր սրտերի մեջ ամեն մեկիս քո խոսքը։ Շնորհակալ ենք Հիսուս։ Հալելույա։ Փառք ամենակարող Տիրոջը։ Մեր Աստված կենդանի է եւ զորավոր։ Մեր Աստված այստեղ ներկա է։ Տեր օրհնի ձեզ։ Կարող եք նստել։ Ինչ վերնագիրը, որ կասեմ քարոզի, կուզեմ Աստծո խոսքից Մատթեոսի ավետարան 10-րդ խոսքի 24-րդ խոսքից 10-րդ գլխի 24-րդ խոսքից կարդալ, որ Հիսուսն ասում է հետևյալը. Աշակերտը վարդապետից բարձր չի, եւ ոչ ծառան բարձր է իր տերիցը։ Բավական է աշակերտին, որ իր վարդապետի նման լինի, եւ ծառան իր տիրոջ նման։ Եթե տան տիրոջը Բեհեզբուղ կոչեցին, ապա որքան ավելի նրա ընտանիքը։ Գիտեք, մի հետաքրքիր բան, որ այստեղ Հիսուս ասում է, նախ եւ առաջ աշակերտը, այդ ում մասին է, այդ մեր կողմն է։ Մենք ենք աշակերտի կողմը։ Վարդապետից դա նրա կողմն է։ Նա մեր վարդապետը, մեր ուսուցիչը։ Բարձր չի։ Եվ նայեք, իրականում Աստված հրաշալի Աստված է։ Աստված այնքան իջավ, որ մեզ բարձրացնի։ Եվ ասում է աշակերտը, լավ աշակերտը կարող է իր վարդապետի նման լինի։ Գիտեք, Աստված կարար չգար։ Աստված կարար չիջներ։ Աստված կարար մարդ չդառնար։ Եվ մենք չէինք բարձրանա։ Բայց այստեղ Տերը իրականում ինչ արեց, իջավ, որ մենք բարձրանանք։ Եվ նա մեզ հնարավորություն տվեց իրան նման լինելու։ Եվ այդ պատիվ է իրականում, որ մենք իրան նման կարանք լինենք։ Աշակերտը վարդապետից բարձր չի, ծառան իր տիրոջից, բայց լավ ծառան նմանվում է տիրոջը, լավ աշակերտը նմանվում է վարդապետին։ Եկեք հենց այդ լավ ծառա ու լավ աշակերտները մենք լինենք, դնենք մեր սրտերի մեջ, որ մենք ձգտում ենք մեր վարդապետին, մեր տիրոջը նմանվենք։ Եվ ես ամեն ինչում եմ ուզում նմանվեմ։ Հենց այդ մոտեցմամբ եւ հետո խոսքը եւ հենց այդ հետո խոսքը, որը 25-րդ խոսքի վերջում ասում Հիսուսը։ Եթե տան տիրոջը Բեհեզբուղ կոչեցին։ Տան տիրոջը դա ում մասին էր խոսքը, Հիսուսն է, չէ՞ տան տերը։ Եվ կոչեցին կուռքի անուն։ Ապա որքան ավելի նրա ընտանիքը։ Մենք էլ նրա ընտանիքի անդամներն ենք, չէ՞։ Ինչ եք կարծում, եթե տիրոջը հալածել են, տիրոջը կուռքերի անուններով կոչել են, աղանդավոր ասել են, հալածանք կրել է։ Ինչ եք կարծում, մենք դրանից անմաս ենք մնալու։ Այնց այդ մասին այսօր խոսելու եմ։ Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ եկեք բացենք։ 10-րդ գլուխ 28-րդ խոսքից։ Եվ Պետրոսը սկսեց նրան ասել. ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո ետևից եկանք։
Ես մտածում եմ, որ ամեն մեկս, որ մենք որոշել ենք Հիսուսի հետևից գանք, մենք թողում ենք ամեն բան։ Դա կարևոր է։ Կարևոր է թողել են հինը, որտեղից որ Տերը մեզ կանչում է։ Ամեն բան թողել ենք եւ քո հետևից եկանք։ Հիսուսն էլ պատասխանեց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ոք չկա, որ թողես տուն կամ եղբայր կամ քույր կամ հայր կամ մայր, կամ կին, կամ որդիկ, կամ արտեր ինձ համար, կամ ավետարանի համար, որ հարյուրապատիկ հիմա այս ժամանակում չառնի տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, որդիկ, արտեր հալածանքի հետ եւ գալու աշխարհումը հավիտենական կյանքը։ Գիտեք, Պետրոսը շատ հստակ ասում է, մենք թողել ենք Հիսուսը քո հետևից ենք եկել։ Մենք եկել ենք քո հետևից։ Եվ ասում է Պետրոս, եթե թողել ես հայր, թողել ես մայր, թողել ես, չէ, ինչ որ բաներ ես թողել։ Դու անպայման ունենալու ես։ Հայրեր, մայրեր։ Բայց կին ասում է եզակի, կին։ Չասում կանայք։ Մնացածը հայրեր, մայրեր։ Գիտեք, ես 2002 թվականից իմ կյանք ամբողջությամբ նվիրել եմ Տիրոջը։ Ինչև այդ լսում էի եւ այլ ինչ որ մի քանի տարի տենց հետաքրքիր էր ինձ բան, բայց 2002 թվականին ես որոշեցի ամբողջությամբ նվիրվեմ Տիրոջը։ 2007 թվականի մարտից ես թողեցի իմ հայրական տունը ու ես դուրս գնացի դեպի միսիա։ Ու այդ տարիներից հետո թողելը չի նշանակում ես էլ չեմ պատիվ տալիս նրանց, չեմ հանդիպում, չեմ սիրում, չէ, թողնել դա չի։ Ուղղակի ծառայության բերումով ես թողեցի ու գնացի իմ կանչի հետևից։ Գնացի Տիրոջ ճանապարհների մեջ, այն ճանապարհների, ինչի մեջ որ Տերը ինձ կանչում է։ Ու գիտեք, այդ ճանապարհի մեջ ես թողեցի քաղաքը, թողեցի տարբեր բաներ, շատ բաներ, աշխատանք, մյուս շատ բաներ թողեցի։ Ու գիտեք, այդ արկիրը որն է։ Ես երբ որ ետ եմ նայում, նենշի ես կորցրեցի։ Ես ունեցա։ Այս խոսքը կենթանի է, երբ որ Հիսուսը մի բան ասում է, Հիսուսը չի ասում քեզանից վերցնելու համար։ Հիսուսը մա քեզ տա։ Բայց ըստ մեր սրտի մեջ է որոշում։ Արդյոք մենք պատրաստ ենք թողենք ինչ-որ բան։ Եթե մեկը թողեց, նա կունենա։ Գիտեք, այսօր շատ տեղեր ես մտնում եմ, շատ հայրեր եմ տեսնում, որ ինձ համար կարան հոգան են, որպես, հա։ Գիտեք, շատ մարդիկ, տարիքով մարդիկ, ասում են ծառայությունից ենկոմ իմ տղեն ես։ Ծառայության մեջ իմ հովիվն ես։ Այդ խոսքը ես ենքան եմ լսել, շատ կանայք ասում են իմ տղեն ես, մայրեր։ Ես ենքան եմ լսել այդ խոսքը, ու այս խոսքը ենքան կենթանի է։ Քույրեր, եղբայրներ։ Միգուցե մարդը միակ երեխա է իր տան մեջ, բայց շուրջդ նայր։ Քույրեր, եղբայրներ, հայրեր, մայրեր։ Դա Տիրոջ տան մեջ է այդ կատարվում։ Ու գիտեք, այս ամենի մեկտեղ դա ֆիկտիվ քույր չի, ֆիկտիվ չէ, իրական։ Մարդիկ, ովքեր քո հետ սրտացավ են։ Մարդիկ, որ քրոջ պես, ընտանիքի պես, իրոք ընտանիք է եկեղեցին։ Քրիստոսի ընտանիքն է։ Հիսուսը դրա համար էլ ասեց, եթե տան Տիրոջը բեհեզբուղ արին, բա ընտանիքին, ընտանիք բառն է շեշտում։ Մենք Տիրոջ ընտանիքի անդամներն ենք, որտեղ հայրը ինքը Աստված է մեր։ Եվ նայեք, մենք ունենալուց հետ մեկտեղ, երբ որ դուք ունենաս, ասում է հալածանքի հետ։ Հալածանքն ես ունենալու։ Գիտես, Հիսուսը շատ տեղեր մտնում էր եւ ընդունվում էր մարդկանց կողմից։ Հիսուսը հրավիրված, ընդունված, շատ տեղեր ընդունված հյուր էր։ Հարցանիքներին շատ ընդունված էր, չէ՞, ինքը կանայում էր, ինքը պաշտպան, տենց փարիսեցիների տուն էր կանչվում, հրավիրվում, շատ տեղեր ընդունելության էր արժանանում։ Շատ տեղեր ընդունված էր Հիսուսը։ Եվ ինչ եք կարծում, մենք էլ կարանք, չէ՞, ընդունված լինենք շատ տեղեր։ Բայց ոչ ամեն տեղեր Հիսուսը ընդունված։ Տեղեր կար, որ ասեցին դուք այստեղ չմտնեք, միշտ մեկ այդ տեղը։ Աշակերտներն էլ ջղայնացած ասեցին, հեսա կարակի չասնենք Հիսուս, որտեղ գիտես ում չընդունեցին։ Շատ տեղեր էլ նա չընդունված էր։ Այսօր ես ինչ եմ տեսնում։ Ոմանց կյանքում մենք կարանք ընդունված լինենք, ոմանց կյանքում չէ։ Այդ նույն ճանապարհը, որով անցավ Հիսուսը, մեր վարդապետը, նա օրինակ ցույց տվեց։
Մարդիկ կլինեն կընդունեն, մարդիկ կլինեն չեն ընդունի։ Մարդիկ կլինեն սուտ վկայություններ կտան մեր դեմ, կտան Հիսուսին չտվեցին։ Թե մեկը կամենում է իմ ետևից գա, ուրանա իր անձը վերցինի իր խաչը եւ հետևի ինձ։ Դա ինձ նշանակում է, որ մենք պետք է ապրենք Տիրոջ համար։ Իսկ Տիրոջ համար ապրել Հիսուսն ասում է ինձ հալածել են ճշմարտության համար, ձեզ էլ կհալածեն։ Վարդապետը բարձրն է, իսկ աշակերտը կնմանվի վարդապետին։ Ու հետո ասում է. Երանի ձեզ, երբ որ կնախատեն ձեզ, կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեզ իմ պատճառով։ Ամեն չար բան իրական տեղը չեն ասի։ Սուտ տեղը կասեն։ Այս սուտ բառը շատ լավ ասում է, որ սուտ տեղը, սուտ վկայություն կտան, սուտ բաներ կասեն։ Բայց եթե օրինակի համար մենք ինչ որ բաներ են ասում, որ մենք արել ենք, դա հալածանք, հա։ Մենք սխալ ենք արել կամ ինչ որ մեղք ենք գործել եւ այլ ու դրա պատճառով մեզ կարողանում են ասել։ Ինչ է կարծում ենք դրանից ուրախանանք, ասենք հələ տես ինչ չարչարվել եմ, չարչարվում։ Ոչ։ Դա է չարչարանքը չի։ Չարչարանք երբ որ սուտ տեղը Քրիստոսի անունի համար, Քրիստոսի պատճառով։ Ու գիտեք շատ անգամ իրավիճակներ գալիս են, որ ասում ես, բա ինձ պետք էր այսքան չարչարանքի մեջ մտնելու։ Մի հատ ընդամենը ասում էի հավատացյալ չեմ, անցնում էի առաջ, էլի։ Այդքան հալածանք, մի հատ ասում եմ, չէ, ես իրանցից չեմ, անցնում էի առաջ։ Հենց ասում ես, ես հենց հավատացյալ եմ, իշկա սկսում են ասել, բա ինձ պետք էր։ Եկեք տենց չմտածենք, բա ինձ պետք էր։ Ընդհակառակը, եթե լույսը չվարվի, ոնց կարա լուսավորի։ Բա ինձ պետք էր, հա։ Բա հենց մենք կանչված ենք այդ լույս լինելու համար։ Իսկ լույսը շատերը չեն սիրում։ Հովհաննեսն ասում է, հիշում եք, ես չեմ լույսը, ես վկայում եմ լույսի մասին, բայց ինչ ասում։ Չսիրեցին, խավարը չսիրեց լույսը։ Չսիրեցին լույսը։ Մարդիկ սիրեցին ավելի շատ խավարը, քան թե լույսը։ Ու իրանց խավարը սիրելու պատճառով սկսում են հալածել լույսը։ Ինչի համար է հալածանքը գալիս Քրիստոսի մարմնի վրա, որտեղ մարդիկ սիրում են խավարը եւ լույսից հանդիմանվում են։ Իրանք ուզում են, կա, չէ՞, ասում ամենալավ պաշտպանությունը ի՞նչն է։ Դրա համար հարցակվում են, որ իրանք չերևան։ Քննադատում են մեզ, որ օրինակի համար իրանց արածը չերևա։ Տենց է, չէ՞, ուրիշին բեր, ուրիշին թող քննադատվի, թող մենք չերևանք, ուրիշը քննադատվի։ Ու այսօր ես տեսնում եմ իրականում նույն ձեռագիրը ինչ որ կար միշտ դարերի ընթացքում միշտ եղել է, միշտ կա ու փառք Աստծո, բայց այսօր մենք մի երկրում ենք ապրում, որտեղ այդքան հալածանք չի։ Մենք ընդամենը մենակ ոնց ասեմ խոսքի տիրույթի մեջ է հալածված, բայց այսօր երկրներ կան, որ իրականում կյանքի գնով են իրանք ապրում ու այդ հալածում են, շատերը մահանում են, Հիսուսի անունի համար սպանվում են։ Առաջի դարում հիշում եք Ներոնը ինչ արեց։ Մի գիշեր լուսավորեց ամբողջ Հռոմը քրիստոնյաներին վառելով։ Հալածանքը այդ էր։ Մենք այսօր մի հատ մեր մասին հանկարծ մի հատ թարս բան ասեցին, վայ, բա կարող է մի շաբաթ, երկու շաբաթ եկեղեցի չգամ, մի քիչ էս բաները խախանվի լտենամ ինչ, չէ։ Հալածանքի ժամանակ մի անգամից ոչ, հալածանքը էս էլ հալածանք չի, էս փառք Աստծուն, մենք այս ժամանակների, այս բաց ժամանակների մեջ ենք մենք ապրում հիմա։ Հայաստանում մենք ունենք Աստծուց է դա կանաչ լույս կա այսօր, որ մենք կարող ենք ստե հավաքվել ու ինչ որ մասկեքով չգան մեզ ձերբակալեն, կանաչ լույս է այսօր Աստված բացել մեզ համար, որ մենք կարող ենք ազատության մեջ փառաբանել ու երկրպագել Տիրոջը։ Ժամանակներ առաջ այդպես չի եղել։ Այսօր երկրներ կան այդպես չի։ Մենք պետք է կարողանանք գնահատել, փառք տալ Տիրոջը ժամանակների համար նույնպես։ Հա մենք գիտենք, որ միշտ կլինեն մարդիկ, որովհետև մարդիկ շատերը ոչ բոլորն են, որ Աստծուն հնազանդ են։ Եվ նրանց ներսը Աստծուն չի հնազանդվում շատերի։ Եվ հենց իրանց ներսինի պատճառով մենք, չէ, քանի որ Աստծունը չեն, սատանայի կողմն են, նրանք չեն սիրում լույսը։ Խավարն են սիրում ու դրա համար կհալածեն։ Բայց դրանից երբեք ու երբեք դու պիտի չկոտրվես, դու պիտի չընկճվես։ Ընդհակառակը ոչ է պարփակվես, ավելի ու ավելի դու երանի, Աստծո Հիսուսն ասեց երանի։ Եթե Հիսուսն ասում երանի, ամեն մեկը կտեսնի այդ երանելությունը։ Մի օր կտեսնի։ Հա հովի ջան, մի օր, ոնց է ասում, գարուն կգա, ինչ է, ոնց էր,
Էշմի սատկի գարուն կգա։ Մի օր։ Հիմի ես սատկելու վիճակի մեջ է, գարունը կգա, հա։ Կգա։ Եթե Տեր ասում է երանի, բոլորը կտեսնեն, որ դու երանելի ես։ Համբերի, գրի խաչդ։ Համբերությամբ է պետք մեր հավատքի ընթացքը քայլել, այո։ Հավատքի ճանապարհը դա է, համբերությամբ քայլել, երկնքով ուրախանալ, թեկուզ նեղություններ ես ստեղ կրում Հիսուսի անունի համար։ Նորից եմ ասում, հիվանդության չէ, Հիսուսի անունի համար։ Նեղությունը էդի չի, որ մենք պետքա տառապենք։ Ոչ, նեղությունը Հիսուսի անունի համար, հալածանքը Հիսուսի անունի համար։ Ես հավատում եմ, քեզ համար դռներ կարա բացվի, նոր դռներ, բայց այդտեղ երբեք չթաքնվես լույսերի։ Հենց լույսերը վառեցիր, հալածանքը սկսվելու է։ Հենց դու որոշեցիր լույսը քո վառես ու լուսավորես, քեզ սկսելու են հալածել, դա իմացի։ Իսկ Հիսուսն ասեց, չի կարա մի քաղաք թաքնված մնա, եթե բարձրի վրա է։ Չի կարա թաքնված մնա, ինքը ամեն տեղից երևալու է։ Ինչպես մենք կարանք թաքնվենք ունենալով Քրիստոսին մեր մեջ, ամենամեծ բարձրյալ Աստծուն մեր մեջ կրելով, մեր Տիրոջը։ Ինչպես կարանք թաքնվենք ու մենք չլուսավորենք։ Ոչ, չենք կարող։ Ինչպես կարաս կարակը պահես ծոցիդ մեջ ու չվառվես։ Կա տենց դեպք, չկա տենց դեպք։ Եթե դու կրակ ունես քո սրտի մեջ անպայման ես վառվելու։ Իսկ եթե վառվեցիր, ո՞նց կարաս չլուսավորես։ Գիտեք լամպը ինչ է։ Վառվում է։ Հենց վառվեց լուսավորում է։ Չվառվեց, չի լուսավորում։ Իսկ եթե դու վառվեցիր, անպայման լուսավորելու ես։ Լուսավորեցիր, անպայման հայտնվելու են մարդիկ, որ այ դու էլ դառար, հա, այ ու սկսելու են մատնացույց անել, այո, որ ժամանակ, որ դու ընդունեցիր Հիսուսին, դու որոշեցիր հայտնվել բոլորի առաջ, որպես լույս, ոչ թե ծածուկ մնալ, ծածուկ դա նշանակում է ես լույս չեմ, ծածուկ դա նշանակում է վառել, Հիսուս ասեց չեմ վառում լույսը դնում սեղանի տակ, գրվանի տակ, այլ դնում եմ բարձր տեղ, որ ամենին լուսավորի, ամեն, ուրախացեք և ցնծացեք, ինչի համար, որ հալածվում ենք, երանի քեզ, ինչ ասում, որ ձեր վարձքը շատ է երկնքում, այ այդ ժամանակ դուք բոլորը կտենան վարձքդ, էշմի սատկի գարուն կգա, այդ գիտեք որտեղ է, այդ գարունը երկնքում տենալու են, տենալու են մարդկանց, ովքեր հալածվել են, վարձքն են տենալու, ասեն, ես ինչ հրաշալի վարձք ունեն իրանք, որտև ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային, ինչ եք կարծում մարգարեները չեն հալածվել, ճշմարտություն կրողները միշտ հալածվել են, եկեք պատմության մեջ նայենք, ոչ միայն Աստծո խոսքի հետ կապված ասենք, նայեք մարդիկ, ովքեր որ բերել են ռեֆորմացիա, մարդիկ, ովքեր որ գյուտ են արել, ռեֆորմացիա են բերել, հալածվել են թե չէ, առաջի մարդը, որ ասեց երկիրը կլոր է, չնայած դրանից առաջ էլի եղել է, ասել են եւ այլ, բռնեցին, սպանեցին, վառեցին, ասին դիվահար մարդ է, ճշմարտության համար մարդիկ միշտ հալածվում են, բայց եթե մարդիկ չեն նահանջում, իրանց կողքը սկզբից հալածում են, ընդհանրապես սենց է, սկզբից հալածում են, հետո հարմարվում են, հետո ընդունում են քո կողմը, հետո դառնում են քո նման, եթե դու չկանգնես, հիմա մենք ուզում ենք մեր շուրջը փոխվի, հալածվելու ես, ամենասկզբի ուդարը, դու պետք է լույսդ վառես, ու հալածվես, երկրորդը, կասեն դե լավ ինքն էլ սենց, արդեն այդ կհոգնեն հալածելուց, են որ կա չեն, որ ասում այմար տարին կա մերչի ձե, իրա վրա չի ազդում, են կա չէ, արդեն խորացել էլ սյո, այսպիսի միտք կա, չէ, քանի չի խորացել կարանք հետ բերենք, խորացել արդեն, վերջի հասկանալու են, որ խորացել ես, սենց են անելու, հարմարվելու են դրա հետ, հետո սկսելու են ասել, լսի իրա մոտ բան կա, որ մենք չունենք, սկսելու են ընդունել, հետո ասելու են, ոնց անեմ ես էլ գամ եկեղեցի, սկսելու են, բայց մենք ուզում ենք են վերջը լնել առանց են սկզբի, ուզում ենք են վերջը լինի,
Բայց առանց հալածվելու, տենց բան չի լինում։ Այդտեղից է սկսվում։ Փոփոխությունը սկսվում է հալածվելուց։ Ամեն։ Եվ շատ կարևոր է չնահանջես, չկանգնես, շարունակես լույսդ պահել։ Լույսդ պահել, լուսավորելով, ներկայացնելով Քրիստոսին, Քրիստոսն է լույսը։ Նմանվելով քո Տիրոջը։ Ամեն։ Պողոս առաքյալը Հռոմեացի թղթում հետարքիր բան ասում։ Հռոմեացիների թուղթ 8-րդ գլուխ 35-ից։ Ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Տառապանք թե նեղություն։ Հալածանք թե սով, թե մերկություն, թե վտանգ, թե սուր։ Ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը մորթվելու ոչխարի պես։ Համարվեցինք, բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Ինչև կարդացի 37-ը։ Լավ, ինչև վերջը կարդանք։ Որովհետև հաստատ գիտեմ, ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, ոչ բարձրություն, ոչ խորություն եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Ոչինչ ու ոչինչ մեզ չի կարա բաժանի Աստծո սիրուց։ Հալածանք, մահ, սով, ինչ, վտանգ։ Եվ դա պիտի լինի մեր որոշումը, ոչ թե որ մենք պետքա դե այդպես կլինենք, չէ, քո որոշման պատճառով դու կարող ես այսպես լինել։ Որովհետև ոչինչ չի բաժանի ինձ Աստծո սիրուց, դա իմ որոշումն է։ Ինչ իրավիճակի միջով էլ անցնեմ, ես որոշում եմ Աստծո սիրո մեջ մնալ, պահել ինձ Աստծո սիրո մեջ։ Որովհետև գիտեմ վերջի ժամանակներում չար ժամանակներ են միշտ լինելու։ Մեղքը շատանալու է եւ այլ, չէ՞։ Շատերի սերը ասում են կսարճի անօրենությունը շատանալու պատճառով։ Բայց ես որոշում եմ իմ սերը չսառացնել։ Ես որոշում եմ ինչ էլ ուզում ա լինի, մնամ Տիրոջ սիրո մեջ։ Վառվեմ այդ սիրո կրակով։ Եվ տարածեմ այդ կրակը որպես լույս։ Լուսավորեմ մարդկանց եւ վառեմ մարդկանց նույնպես։ Որ մարդիկ նույնպես վառվեն այդ կրակով, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Լույսը, որ աշխարհին լուսավորում է։ Նայեք Կորինթացիների թղթում, երկրորդ Կորինթացիներ 12-րդ գլխում Պողոս առաքյալ ինչ հետարքիր օրինակ է բերում։ 9-10-րդ խոսքը։ Գիտեք, սրանից առաջ 8-րդ խոսքում ինքը խնդիր ուներ։ Խնդիր ուներ, առողջական խնդիր ուներ, մարմնի հետ կապված, մարմինը տկար էր։ Ասում եմ, սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնի ինձանից։ Ինչ որ ասում եմ, մի հատ սատանայից հրեշտակ կար, ինձ, հա, բաներ ա։ Եվ գիտես ինչ ասեց Աստված։ Բավական է քեզ իմ շնորհքը։ Բավական է քեզ իմ շնորհքը։ Ամեն իրավիճակի մեջ ինչ դժվարություն էլ ուզում ա լինի, ինչ սատանայից հարձակում լինի, հիվանդություն լինի, Տիրոջ զորությունը բավական է, որ դու այդ վիճակից հաղթես, դուրս գաս։ Դա Տիրոջ շնորհքը դա նշանակում է Աստծուց զորացում, որ Աստծուց ինձ զորություն է գալիս, օգնելու այդ վիճակը հաղթելու համար։ Ոչ թե Տիրոջ շնորհքով փրկված ենք, էլ ոչինչ պետք չի անել։ Ոչ, զորացնում է, որ դու կարողանաս դուրս գաս այդ վիճակից։ Որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում։ Հիմա պատկերացնում եք Պողոսը ինչով էր հպարտանում։ Տկարություններով իրա, որովհետև տկարության մեջ երևում էր Տիրոջ զորությունը ու Աստծո անունն էր դե փառավորվում։ Տեսեք, ասում Աստված ինչ արեց։ Ինձ ազատեց, ինձ բժշկեց, ինձ զորացրեց։ Ամեն։ Եվ եթե մենք էլ ինչ-որ հալածանքի մեջ, ինչ-որ դժվարության մեջ, ինչ-որ տկարություն ունենք մեր կյանքի մեջ, բավական է Տիրոջ շնորհքը, եւ իրականում նայեք հաջորդ խոսքը, որովհետեւ հավանել եմ տկարություններին։ Պատկերացնում եք, մենք այսօր որ մեկս ենք հավանում այդ տկարությունը։ Հետո ասում է հավանել եմ հալածանքներին։ Հալածանքը ինքան է լավ, հա։ Լավ չի։ Բայց ասում ես հավանել եմ, ուզում եմ
Որ հալածանք կա, ուրա եկեք, տաղեք հալածվելու տեղ կա, եկեք գնանք։ Մենք ասում ենք այ մարդ այդ բանը չանենք, հալածանք հա սկսելու։ Պողոսն ասում է հավանել եմ, հալածվելու տեղ կա, ես գնացի։ Ինչի, որովհետև հիշում եք հալածանքի վերջը ինչ էր։ Այդ մարդկանց փրկություն։ Մինչև քեզ չհալածեն, հետո չեն դառնալու քո կողմ։ Սկսվում է քեզ հալածելուց, լույս այդ վառիկը հալածվես։ Հավանել եմ հալածանքների, նեղությունների Քրիստոսի համար, ոչ թե պրոստը, այլ Քրիստոսի համար։ Ոչ թե կյանքի բերումով նեղություն ենք անցնում, չէ, Քրիստոսի համար նեղություն։ Կյանքի բերումով դու պիտի գնաս առատության մեջ։ Կյանքի բերումով դու պիտի գնաս ծաղկելու մեջ։ Այո, նեղություններ էլ կունենաս։ Ես չեմ ասում։ Օրինակի համար բիզնես է, հա մենք էլ այդ նման տնտեսության մեջ ենք։ Կարա սենց է լինի, չէ, նորմալ է։ Իմաստություն ձեռք բեր, սովոր ինչպես կառավարել եւ այլ, հաղթի։ Դա էլ նեղություններ կարա լինի, բայց այդ ավելի շատ ոնց որ տնտեսական ինչ որ դու պետքա գիտություն ունենաս, ես ունենաս, այն ունենաս, չէ՞, բայց օրհնողն Աստված է։ Բայց այստեղ ես իմ շեշտադրում ինչ եմ ուզում անեմ, այդ տնտեսական նեղություններ, ինչ որ այս երկրային նեղություններ դու պետքա հաղթես, բայց Հիսուսի անունի համար հալածվելը հավանի։ Նրա հետ մի համակերպվի, իսկ ես սրան համակերպվի, որովհետև աշակերտը վարդապետից բարձր չի։ Գիտեք քրիստոնեության մեջ ծայրահեղություն կա, որն է այն ծայրահեղությունը, երբ որ մենք ասում ենք այ այդ նեղությունները համակերպվի, այդ նեղությունները Քրիստոսի խաչն է։ Նեղությունների նկատի ունեմ մարմնի ու երկրավորը, ոչ, դրա հետ մի համակերպվի, դա քոնը չի։ Բայց համակերպվի Հիսուսի անունի համար չարչարվելը, բամբասելը, որ կհալածեն, սուտ տեղը ինչ որ սուտ վկայություններ կտան, այ դրան համակերպվի, դա էլ լինելու է։ Մնացած դեպքերում հաղթիր, հավատքով հաղթիր, քայլիր ջրի վրայով, մնացած դեպքերում խոսա սարին, թող սարը դուրս գա քո ճանապարհից, մնացած դեպքերում հա հավատքով ընդունիր այն ինչ որ խաչի վրա կատարվել է քեզ համար, չհամակերպվես, չկոտրվես, չհանձնվես, ամեն։ Եվ հետո ասում եմ, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, նեղությունների Քրիստոսի համար, երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Հիմա մենք միշտ ուզում ենք զորանանք, ուրեմն իմացի, դժվարություններ պիտի լինի, որ երևա Տիրոջ փառքը։ Հալածանքներ պիտի լինի, որ Տիրոջ զորությունը դրսևորվի։ Գիտես, sense մի բան կա։ Կա չէ, ում հետ է եղել են, որ պարապ է եղել, չգիտի ինչ անի, ինք իր գլխին գործ է սարքել։ Այ մարդ մի բան չանենք ու քո գլխին գործ է սարքում ու սկսում ես անել։ Այդ կարել չանել, քո գլխին գործ չսարքեիր։ Հալածանքը նման բան է։ Եթե դու ուզենաս, քո գլխին չսարքես, չես էլ սարքի։ Բայց եթե դու ուզում ես, ասում եմ հալածանքներին հավանել եմ։ Եթե դու հավանում ես հալածանքները, քո գլխին կսարքես, որ դու հալածվես։ Այդ հալածանքի նկատի ունեմ։ Բայց եթե չէ շարես փորձանքից հեռու այ մարդ ոչ պիտի լույսը չվառես, ծածուկ քո համար չի պիտի հալածվես։ Բայց եթե դու որոշել ես Քրիստոսին ներկայացնես, հալածվելու ես։ Քո գլխին սարքի այդ դեպքում։ Էսի լավ սարքել է։ Հա? Էսի լավ սարքել է, որտեվ դրա հետևանքով շատերը կսկսեն դառնալ Տիրոջը։ Դրա հետևանքով խավարը խառնվում է իրար, ասում է ո՞նց անեմ ես լույսի դեմ դուրս գամ։ Ոնց անեմ, որ կանգնացնեմ այդ լույսի զորությունը, ամեն ինչ կուզենանի, որ քեզ կանգնացնի, բայց դու մի որոշի, որ կանգնես, ընդհակառակը ավելի լուսավորվի։ Վեր կաց լուսավորի, որովհետև լույսը եկել է, վեր կաց լուսավորի, Եսային եմ ասում, չէ, վեր կաց, այսինքն դա մեր կողմն է, մենք լույսը մեր եկել է, բայց մենք վեր չենք կենում, որ լուսավորվենք, վախում ենք հալածվենք։ Մի վախեցի, ընդհակառակը կամ էլ ամաչի, մի ամաչի։ Հիսուսը ամոթը վեր առավ, նա չամաչեց, ամոթը ոչ թե չամաչեց, ամոթը արհամարեց գրված է, և Աստծո աշկողմը նստեց, ամոթը արհամարելով, արհամարել ինչի, 33 տարեկան տղամարդ, մերկացվեց, հալածվեց, մեր պատճառով, բայց ինքը մեր կողմն էր նայում, ոչ թե իրա կողմը, իրա կողմը նայր կսեր, խի եմ ես մենց ամոթի ճանապարհով կրում, նա նայեց, որտև դա էր միակ ճանապարհը, նայեց մեզ լավ լինի, մեր կողմը, մեր փրկության կողմը, եթե մեզ նայենք, խի կուզենանք հալածվենք որ,
Դա էգոիստաբար մտածելակերպ է։ Իսկ սերը դա էգոիստական չի, սերը տվող է։ Եթե դու նայես Տիրոջը հաճեցնելը, որ Տիրոջը, որ մարդիկ փրկվեն, դու կուզենաս հալածվես։ Որտեղ գիտես դա է ճանապարհը։ Մինչև ավետարան չխոսես, մարդիկ չեն դառնալու Աստծուն։ Որտեղ հավատքը գալիս է լսելուց լսել Աստծո խոսքից եւ ասում է ինչպես լսենք, եթե քարոզող չկա։ Հռոմեացի 10-րդ գլխում։ Եվ այն սատանան ամեն ինչ կուզեն անի, որ քարոզողներ չլնեն։ Չլնեն ամեն ինչ հանգիստ, խախանդ իր գործներ կանի։ Մարդկանց կործանի։ Գողը գալիս է գողանաս սպանի կործանի։ Բայց եթե մեկը կանգնում ով ասում է դու իշխանություն չունես, սատանա դու պարտված ես։ Ես Տիրոջ լույսն եմ խոսում մարդկանց կյանքի վրա, ինքը ասում է ինչ եղավ։ Այս ոնց մեկն էլ հայտնվեց, մի հատ լույսին ինչ-որ 2000 տարի առաջ հանդիպել ենք։ Այս մեկն էլ այս դարի մեջ եկավ։ Չէ, ինքը հանդիպել է, չէ, Հիսուսի հետ։ Պարտվել է Հիսուսի կողմից։ Հիմա ուզում է այդ նման մարդիկ չհելնեն, որտեվ Հիսուսն ասեց ես հետ եմ։ Ինչ արել եմ դուք էլ կանեք։ Լույս եմ եղել, դուք էլ եք լույս լինելու։ Քաջ եղեք, ես հաղթել եմ չարին, իշխանություն եմ տալիս ձեզ, որպեսզի դուք կարողանաք այս երկրի մեջ ավետարանը քարոզեք, կարողանաք զորություններ անել, կարողանաք Աստծո արքայության մեջ բերել մարդկանց։ Քարոզի ավետարանը մի վախեցի հալածվելուց, երանելի ես դու, քո վարձքը շատ է լինելու։ Մի վախեցի հալածվելուց, հալածանք պիտի կրես, այնպես թե ոնց ուզես, հա? Մի ծածկվի, ընդհակառակը հավանի հալածանքը։ Տիմոթեոսի թղթում 2 Տիմոթեոս 3 գլխի մեջ 10-ից 12-րդ խոսքում 10-ից 12 2 Տիմոթեոս 3 գրված է. Բայց դու հետևեցիր իմ վարդապետությանը, վարմունքին, դիտավորությանը, հավատքին, երկայնամտությանը, սիրուն, համբերությանը, հալածմունքներին, չարչարանքներին։ Երեք Պողոսը Տիմոթեոսին է ասում, դու հետևեցիր ինձ։ Հետևեցիր ինչին։ Նայեք։ Վարդապետությանը մեկ ուսմունք։ Հավատք, երկայնամտություն, սեր, համբերություն։ Հետո հալածանք։ Հալածանքին էլ պետք է հետևել։ Կլներ առանց դրա։ Կա, չէ, մենք ուզում ենք շատ բաներ, բայց առանց դրա։ Չէ, Հիսուսն ասեց հալածանքի հետ։ Կունենաք շատ բաներ։ Հալածանքի հետ։ Ավետարանը առանց հալածանք կրելու չի լինում։ Հետո ասում եմ, ինչպես որ եղան ինձ Անտիոքում, Իկոնիոնումը, լայզուս բանալը։ Եվ Լյուստրայումը ինչպես հալածանքի համբերեցի եւ ամենից ինձ Տերն ազատեց։ Ուրեմն հալածանքներին ինչ պետք է անել։ Համբերել։ Եվ նայեք 12-րդ խոսք ուզում եմ շեշտել։ 12. Եվ ամենը ով որ կամենում է աստվածապաշտությամբ ապրել, ով է կամենում աստվածապաշտ կյանքով ապրի։ Լավ է, չէ՞։ Հիմա եթե դու կամենում ես աստվածապաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսումը հալածանք պիտի կրի։ Ուրիշ ճանապարհ չկա աստվածապաշտությամբ ապրելու։ Հալածանքով պիտի անցնես։ Նորից ասեմ, հալածանքը դա այս երկրային հարցերի մեջ չի, դա հոգևոր հարցերի մեջ է։ Քրիստոսի անունի համար հարցերի մեջ է։ Այս երկրայինի համար Հիսուսն ասեց, փնտրեք այդ մնացածը կտամ, փնտրեք երկնքի արքայությունը մնացածը կտամ։ Քո համար կարևորը արքայության սկզբունքները, արքայության արժեքները, արքայության անունի համար ես դու հալածվելու, արքայությանը պատկանելություն ունես, դրա համար ես հալածվելու, որտեղ մենք այս աշխարհից չենք, այս աշխարհից հալածվելու ենք, որտեղ Հիսուսն եկավ այս աշխարհ ու այս աշխարհը չընդունեց ու այս աշխարհը սկսեց հալածել։ Մենք էլ այս աշխարհից չենք։ Նրա հետ ենք, նրա կողմ ենք, նա հարություն առավ, համբարձվեց Աստծո կողմը նստեց, մենք էլ նրա մեջ ենք։ Ամեն։ Եվ այս աշխարհը չի հասկանալու ու մեզ հալածելու է, որովհետև մենք Քրիստոսի որպես Քրիստոսի հետևորդներ, աշակերտներ, մեր Տիրոջից բարձր չենք լինելու։ Նրան արել են, մեզ էլ կանեն։ Բայց ուզում եմ ասել, բոլորը չեն անելու։ Շատերն էլ գալու են։ Ինչպես Հիսուսին են շատերը հետևում։ Եվ մենք իշխանություն ունենք խավարի զորության վրա,
Աստված ինձ ու քեզ տվել է այդ իշխանությունը։ Հոգևոր աշխարհում ճեղքելու, հոգևոր աշխարհում լուսավորելու։ Խավարը մի թշնամի է, որ պարտված թշնամի է։ Մենք ուղղակի Տիրոջ հաղթության մեջ լինելով, այդ հաղթությունը կրողները լինելով, այդ հաղթությունը հրատարակող պիտի լինենք։ Հաղթությունը տարածող պիտի լինենք։ Կա չէ հրովարտակ։ Հրովարտակ բառը ո՞րն է։ Ինչ անում հրովարտակը։ Այն որ հիշում եք լավ հայրենական պատերազմը հիշենք։ Գավարիթ Մոսկվա Լևիտանի ձայնը, չէ՞։ Դադադամ, այն որ հենց 45 թվականի մայիսի 9-ին հրովարտակը հրճակվեց, ով Լևիտանը հրովարտակը հրճակվեց, հաղթանակ, պաբեդա, հա? Կատարվեց, փսո, պարտվեց թշնամին։ 2000 տարի առաջ Հիսուսը հաղթել է։ Սատանան պարտված թշնամի է։ Հրովարտակը այսօր այդ հաղթանակի մենք ունենք մեր մեջ եւ մենք պետք է հրճակենք մարդկանց կյանքի մեջ։ Դա է նշանակում լույսը վառել։ Երբ որ լույսը վառես, մարդիկ կարան հալածեն այդ լույսին։ Ամեն։ Մի ամաչիր այդ հաղթությունը խոսելուց։ Մի ամաչիր այդ հաղթությունը տարածելուց։ Մտածելով որ կարող է քեզ քո հետևից խոսեն։ Երանի թե այդ խոսեն։ Ուրիշ բան չխոսեն։ Ամեն, եկեք մտածենք ուրիշ բան չխոսեն, այդ խոսեն։ Փառք Աստծուն։ Ուզում եմ հիշենք Պողոս առաքյալը ով էր։ Ես կամաց ավարտին եմ ուզում գամ, բայց մի քանի բան նույնպես դեռ կասեմ։ Հիշենք ով էր Պողոս առաքյալը, հալածող։ Եվ Պողոս չէր, Սավուղ էր, Սողոսն էր։ Եվ նա իր ամբողջ ջանքը, ուժը, եռանդը դրել էր Տիրոջ եկեղեցին հալածելու վրա։ Եվ մարդիկ փախնում էին իրանից։ Սողոսից փախնում էին, Սավուղից փախնում էին։ Որովհետև Սավուղին հանդիպել Հիսուսի անով, դա նշանակում է մահապատիժը կրել վրա, ունենալ, всё, ձերբակալվել, գնալ մահապատժի։ Ստեփանոսի մահվան մեջ ինքը ներկա է եղել։ Մասնակից է եղել։ Միգուցե ֆիզիկապես քար չի նետել, բայց այդ ձերբակալության այդ ամենի հրահրող կամ եւ այլն ինքականատես է եղել եւ գործող անձ է եղել։ Ընդհանրապես հավատացյալներին շատերին սպանել, ձերբակալել, ինքը հիշում եք երբ հանդիպեց, երբ որ ինքը թուղթ ուներ, որպեսզի գնա Դամասկոս, ձերբակալելու համար հենց քրիստոնյաներին, հավատացյալներին։ Ու ճանապարհին ով է հանդիպում։ Հիսուսը։ Սավուղ, ինչի ես հալածում ինձ։ Երբ որ դու որոշում ես լինես հալածվող, իր անունի համար, իմացի ինքը կանգնած է քո համար։ Ինքը ասում է ինձ են հալածում, քեզ հալածելով։ Ու այդ նշանակում է, երբ որ դու սկսես Տիրոջ անունը տարածել եւ հալածվել, դա նշանակում է, որ Տերը կփոխի շատ իրավիճակներ։ Քեզ հալածողներին կդարձնի քո կողմը։ Իրականում կդարձնի քո կողմը, եթե դու կանգնես մինչև վերջ։ Աստված կանգնած է իր ժողովրդի համար։ Աստված կանգնած է իր ժողովրդի համար։ Ու ասեց Սավուղ, դժվար է քեզ քթանին քացի տալը։ Քթանը գիտեք որն է։ Բիզը։ Ով գիտի բզին ինչքան ուժեղ հարվածեն, այնքան ավելի իրանք կվնասվեն։ Ու եթե մեզ հալածում են, դա վնասը մեր կողմը չի։ Վնասը հալածողի կողմն է, հարվածողի կողմն է։ Այդ պահին մի քիչ մենք կարող է լավ չզգանք մեզ, բայց իմացի նրան ավելի շատ է ցավ պատճառելու։ Ինչի ես ինձ հալածում։ Եվ Պողոսը չէր ճանաչում, չէ՞, Սողոսը չէր ճանաչում, ասեց ով ես Տեր, ով ես։ Երբ որ ասեց ով ես Տեր, ասեց Հիսուսն եմ։ Եվ երկրորդ հարց ասեց ինչ անեմ քեզ համար։ Ասեց գնա քեզ կասեմ։ Դեռ մեզ Հիսուսն էլ ուղիղ չի ասում ինչ կասեմ։
Ասма գնա եկեղեցի քեզ կասեն ինչ կանես։ Շատ անգամ մարդիկ ուզում են անձամբ Հիսուսն իրանց ասի, նոր սկսեն հալածվել։ Ինչ դեռ Աստված չի ասել, ես ավետարան քարոզ եմ։ Չէ։ Այդ ավետարանը բացում ես, կարդում ես, տենում ես, որ ասում է քեզ անձամբ։ Գնացեք ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեք։ Անձամբ քեզ չի ասում դուք եք երկրի լույսն ու աղը։ Ասում է, չէ։ Բայց ուզում եմ ասել քեզ մի բան։ Մենք պատճառներ ենք մանգալի չհալածվելու։ Մենք պատճառներ ենք մանգալի, ինչի մենք այդ բանը պիտի չանենք ու չասենք։ Ես ուզում եմ հակառակը քեզ քո մեջ բարձրացնեմ։ Պատճառ մանարի, ոնց հալածվես։ Ճիշտ ձևի հալածվես։ Հիսուսի անունի համար, որ վարձք ունենաս։ Այն մնացած հալածանքները վարձք չի տալի։ Այս հալածանքն է վարձք տալիս։ Եվ եթե իրոք ուզում ես աստվածապաշտությամբ ապրել ես երկրի մեջ, պիտի կրես այդ հալածանքը։ Մինչև հալածանքը չես կրում, երկիրը չի փոխվում։ Ռեֆորմացիա բերողներն են փոխում պատմություն։ Ռեֆորմատոր բան կա, չէ՞, ռեֆորմատոր։ Գիտեք, ռեֆորմատորներին միշտ հալածում են։ Հետո ընդունում են, հետո իրանց մասին գրքեր է գրվում։ Գիտեք, կա ռեֆորմատոր, կա ստաբիլիզատոր։ Ստաբիլիզատոր բառ լսել եք։ Ստաբիլիզատորը ինչ է անում։ Կայնս։ Հա լավ է, ինչ պարտադիր է, այմար ստաբիլ սենս մնա լավ է, էլի։ Խավարի մեջ ենք, անհավատների հետ ենք, ստաբիլ վիճակ է, ինչ ա եղել, որ հա մի քիչ էլ ինչ ա եղել, ասենք մենք ուրիշ ձև ենք։ Մենք էլ ձերպես ենք, էլի, հո ինչ է, ինչ ա եղել։ Մի հատ բաժակավ եկալ եմ, մի կումեր էլի, ցույց տամ, որ ես ձերպես եմ։ Ինչ ա եղել, որ ստաբիլիզատոր վիճակ է, ինչ ռեֆորմատոր։ Նա չի կարող ռեֆորմացիա անի իր կողքը։ Եթե ինքը այդպես եղավ, ինչ հալածանքի մասին է խոսքը։ Եթե հալածանք չկրի, ինչ աստվածապաշտ ապրելու մասին է խոսքը։ Բայց այնա, որ դու ասես չեմ խմում, ինչի՞։ Հիվանդ ես, թե դեղ ես խմում։ Ոչ են, հավատում եմ Տիրոջը, ուխտ ունեմ Տիրոջս հետ։ Հա, սկսեց հալածանքը, այդ դեպքում է սկսելու, բայց այդ ժամանակ դու կարաս ազդես, այդ ժամանակ Հիսուսը կարա գործի տե, այն ժամանակ չի կարա գործի։ Դրա համար ստաբիլիզատոր մի եղի, ռեֆորմատոր եղի։ Աստված ռեֆորմատորների կողքն է։ Հեղափոխականների չէ, ռեֆորմատորի։ Բայց որ նայում ես, լավ էլ փոփոխություն ենք բերում, հեղափոխություն ենք բերում, բայց մարդկանց ստեղ ու ստեղ։ Մեր գործը քաղաքականության մեջ չի, մեր գործը հոգևոր աշխարհի մեջ է։ Հոգևոր աշխարհում բեր հեղափոխություն։ Հոգևոր աշխարհում բեր փոփոխություն։ Ինչպես։ Տիրոջ կողմը կանգնելով։ Ոչ թե ստաբիլիզատոր վիճակ լինելով։ Եղի ռեֆորմատոր։ Այդ ժամանակ դու կտենաս Աստված քո համար գործում է։ Քո կողքը կանգնած է։ Հիշում ես Պողոսն ինչ է ասում։ Բոլորը թողեցին ինձ, բայց Տերը կանգնեց իմ կողքին։ Տերը կանգնեց իմ Աստված կանգնում է մարդկանց կողքին, ովքեր որ լույսերը չեն անջատում, ովքեր պահում են իրենց լույսը։ Ու իրանք կբերեն փոփոխություն։ Դա նշանակում է ես եւ դու ենք այդ այսօր այդ լույսը կրողները։ Մենք ենք բերելու այդ փոփոխությունը այս երկրի մեջ։ Եկեք չսպասենք ոչ մեկից։ Նայ որ դու ես անելու։ Մի մտածի, որ այս քաղաքը պիտի փոխվի ինչ-որ մեկի միջոցով։ Դու ես փոխելու այս քաղաքը։ Դա Նիկոլը չէր ասել։ Այդ մեկը դու ես, այդ մեկը դու ես, այդ Նիկոլի խոսքերը չի։ Եվ այդ մեկը դու ես։ Դա ավետարանն է մեզ ասում հոգևոր փոփոխության համար։ Ես չգիտեմ ով ինչպես վերցնում կիրառում հոգևոր սկզբունքները ու հաջողվում են։ Կարա մարդ հոգևոր սկզբունք կիրառի հաջողվի։ Միգուցե կոչվի մանիպուլյացիա, չգիտեմ։ Ես չեմ ասում նա սխալանա, չէ, քավլի, ես քաղաքականության հետ կապ չունեմ։ Միգուցե պետք է այդ ռեֆորմացիան լինի, թե ինչ է ռեֆորմացիա եմ ասում։ Ելնի, ես չգիտեմ։ Թողում ենք, հա, բայց իմ ասածն ուրիշ բան է։ Աստծո խոսքը ասում է, որ դու կարող ես։ Անգլերենում ոնց է հնչում, you can do։ Այդպես մարզաձևել կա, բայց արևելյան է, էլի։
Կարատեի բանը կոչվում է you can do։ Դու կարող ես։ Չէ՞ որ Փիլիպպեցի 4:13-ն ասում է ամեն բան կարող եմ։ Ինձ ոչ թե ամեն բան կարող եմ, всё, վերջ, այդտեղ վերջացավ։ Ոչ, կարող եմ, այդտեղ աս, դրանից հետո նա սկսում, ինչպես կարող եմ։ Ինձ զորացնող Քրիստոսով եմ կարող։ Աստվածը մեր Աստվածը ու մեզ հետ է, ինձ զորացնող Աստվածը։ Եվ նա միշտ մեր կողքին է։ Եթե մենք կանգ չենք առնում, մենք չենք հեռանում։ Ամեն։ Էլի տեղ կարդամ, հա, ասել եմ հեսա կարող եք արդեն նվագողը գա։ Երկրորդ Պետրոս 2-րդ գլուխ 9-րդ խոսք։ Տերը գիտի, հիշում եք, ով որ կամենում էր Աստվածապաշտ ապրել, ինչ պետք է կրեր։ Ահա։ Եվ այստեղ ասում է Տերը գիտի Աստվածապաշտներին փրկել փորձանքից։ Ում փրկել։ Իսկ ինչպես մարդ պիտի Աստվածապաշտությամբ ապրեր։ Համյուզ մեզ Տերը քեզ փրկի փորձանքներից։ Ուրեմն հավանի հալածանքը։ Իրական հալածանքը։ Տերը գիտի Աստվածապաշտներին փրկել փորձանքից, անիրավներին պահել դատաստանի օրվա համար, որ տանջվի։ Թողետի քո սրտա հովանքը չլնի։ Այ թո տանջվեմ։ Չէ։ Սիրտը թո ցավը։ Մեզ Տերը գիտի այդ ամենը անելը։ Դու քո կողմը պահիր սրտացավությամբ։ Երբ որ Անանյան եկավ Սավուղի մոտ, Սողոսի որ Պողոս դառավ։ Չէր ասում։ Սրա մոտ եմ եկել։ Թող դատվեր էլի այդ բան, ասեց Սավուղ եղբայր։ Եղբայր։ Կարաս քո հալածողին եղբայր նայես։ Դա խոսում է Տիրոջ սրտի մասին։ Կարաս քեզ չար ասողին օրհնես, դա խոսում է Տիրոջ սրտի մասին։ Երբ որ Տերն ասում է օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ վատ անողներին, դա խոսում է իր սրտի մասին, որ ինքը այդպես անում է ու մեզ ուզում է, որ մենք իրապես լինենք, որովհետև աշակերտը վարդապետից բարձր չի։ Այլ ամենալավ աշակերտը կարա լինի իր վարդապետի նման էությամբ, սրտով, ներսի մարդով, որի վարքը կլինի Հիսուսի գործերի նման։ Եվ վերջի տեղն եմ ուզում կարդալ։ Հիսուսը չարչարվեց, փորձվեց, գրված է ամեն փորձությունով։ Եբրայեցի 2-րդ գլխի մեջ 18-րդ խոսքը։ Որովհետև ինքը որ չարչարվեց եւ փորձվեց, կարող է օգնություն տալ փորձվողներին։ Հիմի հալածանքել կրես, չարչարվես, փորձվեց, իմացի մի բան։ Հիսուսը անցել է, հաղթել է ու քեզ կարա խորհուրդ տա։ Օգնի։ Դրա համար բավական է Տիրոջ շնորհքը, որ գալիս է քեզ ամեն իրավիճակի մեջ բարձրացնելու եւ օգնելու։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք հիմա։ Այսօրով ինչ որ որոշում կայացրեց։ Եվ ես մտածում եմ որոշում կայացնելը գիտեք որն էր, որ ես պետք է չարչարվեմ, հալածվեմ, հա? Չարչարվեմ, ոչ թե ճգնավոր դառնամ, չէ։ Չարչարվել է չի նշանակում, չէ՞, չոքեչոք գնալ 7 սար, որ Տերը բալքիմ տենա, այդ չարչարվելը չի հավանում Տերը։ Այդ չարչարվելը մարմնի չարչարանքն է։ Ծոմի մեջ քեզ մարմինը չարչարի, բայց Հիսուսի անունի համար չարչարանքն է, որ Տեր ասում է, ես իր հետ եմ։
իմ անունի համար չարչարվեցիր, դժվարակթանին քացի տալու։